Քաղաքացիներն են որոշում, թե ով է լինելու իշխանությունը։ Թորոսյանը մեկնաբանում է Քոչարյան Կիրիենկո հանդիպումը։ Այդ մարդիկ այդպես էլ չեն հասկացել եւ դժվար էլ հասկանան, թե ինչպես է Հայաստանում ձևավորվում իշխանությունը եւ ում է պատկանում Հայաստանում իշխանությունը։ Ես կարծում եմ, որ հասկացող մարդիկ սովորաբար հանդիպում են այդ իշխանությունը կրողին, այսինքն Հայաստանցի ժողովրդին։ Իսկն պետք է հանդիպել ոչ թե Կիրիենկոին կամ Կիրիենկոյի գործընկերներին այս կամ այն երկրում, ու դա կարևոր չի ամենևին, որ երկրում է, թեև սա խոսում փաստ է թե երկրի մասով, հա, պետք է հանդիպել Հայաստանցի ժողովրդին, Հայաստանցի քաղաքացի, եւ դե ասելիք ունես, եւ ուզում ես այդ իշխանությունը 5 տարով որ քեզ պատվիրակեն, որտեղ իշխանությունը ըստ էության պատվիրակում են որևէ քաղաքական ուժին, ոչ թե նվիրում կամ տալիս, թե ժամանակին այդպես չէր, իրենց ժամանակ դա իրենց սեփականությունն էր, հա, բայց եղավ հեղափոխություն եւ իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, եւ ժողովուրդն է որոշում ում կտա այդ իշխանությունը կամ կպատվիրակի այդ իշխանությունը եւս 5 տարի, բայց այս մարդիկ չեն հասկացել, մնացել են իրենց 2000-ականներում կամ 90-ականների վերջում, իդեպ ոչ միայն Քոչարյանը եւ իր ընկերները, այլ մնացած բոլոր նախկին իշխանությունները, որտեվ երբ որ նրանց խոսույթը լսում ես, նրանց կամահրանքը ժողովրդի հասեին, ժողովրդի նկատմամբ մեղադրանքները, ժողովրդին չհասկացողի տեղ դնելը, ժողովրդին նսեմացնելը, դրա մասին է խոսում, որ իրենք կարծում են, որ իրենք պետք է որոշեն ով է իշխանություն, 5 հոգով հավաքվում, որոշեն ով է իշխանություն։